Հուլիսի 25-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Վայոց ձորի Հորս գյուղում կազմակերպում է Եղեգիս ֆեստը, որը բնապահպանական, մշակութային և զբոսաշրջային եզակի նախաձեռնությունն է, և թե ինչ նպատակ ունի, արդեն մանրամասն նրանց հետ կքննարկենք։ Որովհետև մեր տաղավարում է Եղեգիս ֆեստի համակարգող Լիլիթ Խաչատուրյանը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի բնապահպանական ծրագրերի ղեկավար Ծովինար Հովհաննիսյանը։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ առավոտը սկսում եք մեզ հետ, հատկապես այս շրջանում, երբ աշխատանքային բուռն ընթացք է Եղեգիս ֆեստի հետ կապված, բայց մի փոքր բացենք փակագծերը և պատմենք մեր հեռուստադիտողներին, ինչ ասել է Եղեգիս ֆեստ։ Շատ լավ, շնորհակալություն հրավերի համար, ուրախ ենք առավոտը կիսել ձեզ հետ։ Եղեգիս ֆեստը բնապահպանական մեղրի նաև փառատոն է։ Հուլիսի 25-ին բոլորին հրավիրում ենք Եղեգիս համայնքի Հորս գյուղ, այնտեղ իրականանալու է եզակի առաջի անգամ իր տեսակի մեջ փառատոն, որը համախմբելու է մեղրը, բնապահպանությունը, կրթությունը, զբոսաշրջությունը եւ համայնքը։ Փառատոնի շրջանակում լինելու են դասական տաղավարներ, որտեղ տեղացիները գյուղացիները հանդես են գալու տաղավարներով, այնտեղ մեղրն է լինելու, գաթան է լինելու, գինին է լինելու։ Մենք նաև առանձնացրել ենք workshop-եր, որտեղ բնապահպանական հետաքրքիր թեմաներով հավաքներ եւ հավաքույթներ կլինեն։ Ունենք մաստեր կլասներ տեղացիների հետ, այսինքն մասնակիցը կարող է գալ, պտտվել տաղավարներով, հետո գնալ լավաշ թխի, արշտասարքի, քյալագյոր սարքի, որովհետեւ նպատակն է նաև դիվերսիֆիկացնել եւ նաև զբոսաշրջային, այսպես ասած, համեմունքներ սերմանել մեր փառատոնի շրջանակում, բայց պետք է անպայման նշել, որ փառատոնը ծրագրի մի մաս է, որի մասին կարծում եմ Ծովինարը ավելի մանրամասն կպատմի։ Շնորհակալություն։ Իսկ ծրագիրը միտված է մեղմելու մարդ-արջ կոնֆլիկտը Եղեգիս համայնքում, որը որ ավելի ահագնանում է կլիմայի փոփոխության հետևանքներով։ Եվ Վայոց ձորը այն շրջաններից, այն մարզերից է ցավոք սրտի, որտեղ արջերի ներթափանցումները գյուղեր ավելի ու ավելի շատ են լինում տարվա կտրվածքով, եւ վերջին տարիներին մենք նկատում ենք այդ տենդենսի աճ։ Եվ ծրագիրը բազմակոմպոնենտ է, բարձելու համար հիմնականում, որոնք են այն պատճառները, որոնք դրդում են արջերին գալ գյուղեր, իհարկե սննդի պակասը դրա համար մեկ թեմաներից է, որ ուսումնասիրում ենք, բայց բացի դրանից անում ենք տարբեր շրջանակներով ակտիվ միջոցառումներ, որոնք ներառում են ինչպես գիտական, այնպես էլ համայնքային զարգացման ծրագրեր, մասնավորապես մեր կարգախոսն է, որ հնարավոր չէ իրականացնել որևէ բնապահպանություն առանց համայնքներին ներգրավելու եւ նրանց ներուժը զարգացնելու։ Այ ասում ենք մարդ եւ վայրի բնություն համակեցության ներդաշնակությունը, հա, իսկ հստակ այս իմաստով մարդ եւ արջ ինչ քայլեր են ծրագրվում, ինչպիսի արշավների մասին է խոսք, ինֆորմացիա, որ պիտի օրինակ մասնակիցները տեղեկանան։ Ի նկատի ունեք Եղեգիս ֆեստի, թե առհասարակ։ Եվ Եղեգիս ֆեստին, եւ կարծում եմ սա շարունակական բնույթ պիտի ունենա։ Եկեք ես առհասարակ ներկայացնեմ, թե ինչ են կարել վերջին 4-5 տարիների ընթացքում, ինչպես նշեցի արդեն համայնքային զարգացումը հիմնական ուղղություններից էր, որի շրջանակներում մենք համայնքներին տրամադրում ենք այսպես կոչված էլեկտրական հովիվներ, էլեկտրական պաշտպանիչ ցանցեր, որոնք որ պաշտպանում են իրենց տարածքները, պտղատու այգիները, հիմնականում մեղվափեթակները արջերի հարձակումներից, դա հատուկ լարումով էլեկտրական պաշտպանիչ ցանցեր են, որին որ կենդանին բախվելուց չի վնասվում, սակայն ունենում է այնպիսի հիշողություն, որի շրջանակներում այլևս չի մոտենում այդ տարածքին, եւ դա շարունակական է, վերջին 15 տարիներին մենք բավականին քանակով նվիրաբերել ենք ինչպես Եղեգիս համայնքին, այնպես էլ Վայոց ձորին։ Բացի դրանից տվյալ ծրագրի շրջանակներում մենք թիրախավորում ենք մասնավորապես մեղվապաներին եւ իրականացնել ենք տարբեր սեմինարներ, տրեյնինգներ եւ աջակցության դասընթացներ սկսնակների եւ արդեն գործող մեղվապաների համար, նրանց տրամադրելով գիտելիքներ, որոնք կարող են շարունակել, եւ բացի դրանից սկսնակներին մեղվափեթակներ եւ անհրաժեշտ գույք, որպեսզի սկսեն իրենց մեղվապահությունը։
Իհարկե շարունակում ենք աշխատանքը կանանց խմբերի հետ, երիտասարդների հետ, նրանց տեղեկացնելով, թե ինչպես կարող են իրականացնել կայուն վայրի հավաք բնությունից, մասնավորապես կանայք, իսկ երիտասարդներին եւ դպրոցականներին էկոկրթություն ենք տրամադրում, տարբեր դասընթացներ ենք անում, կազմակերպում իրենց համար եւ իհարկե ներգրավում ենք մեր բոլոր բնապահպանական միջոցառումներում։ Մասնավորապես ֆեստի մասով Լիլիթը կավելացնի։ Մենք ձեզ հերթ չեք տալիս։ Սիրով։ Նայեք, հետաքրքիրն է նա, որ մեր նպատակն է ոչ միայն համայնքը, համախմբել, այլ նաև Երևանից, Արարատի մարզից ու նաև Սյունիքից ու ինչու ոչ նաև ամբողջ Հայաստանից, մարդիկ համախմբվեն բնապահպանության շուրջ ու այդ ուղղությամբ ասեմ, որ մեր փառատոնը շատ հետաքրքիր, այսպես ասած, բաժանումներ ունի, նույն workshop-երն են, նույն master-class-ներն են, բայց մենք նաև ունենք շատ սիրուն համերգային հատված, որտեղ ելույթ են ունենալու Արսեն Սաֆարյան, Արտուր Սաֆարյան եղբայրները եւ Լավելի ռոք բենդը։ Ու նաև այսպես ասած հասանելիություն ապահովելու համար կա այդ օրը GG Shuttle, որը հենց միայն փառատոնի շրջանակում գործելու է ու բոլորի հասանելիություն այսպես ասած ավելի մոտեցնելու փառատոնին եւ նաև անվճար ուղևորափոխադրումներ հենց հրապարակից հանրապետության ժամը 7:45 արդեն կարող են ոնց որ անանել ֆեստիվալի էջում գրանցվեն ու արդեն այդ օրը դառնան մեր մասնակիցներից մեկը, բայց փառատոնը սենց ասեմ, ինքը բնապահպանությունը առհասարակ պետք է ապրելակերպ դիտարկել, որովհետև շատ հաճախ ես ինքս իմ վրա եմ օրինակը բերում, որ մենք շատ դեպքում չգիտակցված վնասում ենք ու նաև արժեզրկում ենք մեր բնությունը, մեր շուրջ կատարվող շատ ավելի ուրիշ կենսաբազմազանություն, որ ուղղակի մեր չգիտակցածության արդյունքում նաև ոչնչացման ինչ-որ մի հատ փուլի է գալիս։ Ու փառատոնի շրջանակում մենք փորձելու ենք ժամանցի միջոցով, համերգների, խաղերի, բազմազան հանդիպումների միջոցով այս կրթությունը սերմանել, որտեվ էլի եմ ասում, ստեղ ոչ թե մենք համայնք ենք կրթում, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետությանը, որտեվ սա իսկապես մեծ, այսպես ասած, մեսիջ է, մեծ հետագա ապագայի համար մեծ հնարավորություն է, որպեսզի մարդ արջ, մարդ բնություն եւ մարդ կենսաբազմազանություն համակեցություն ասվածը շատ ներդաշնակ առաջ գնա։ Մի հետաքրքիր փաստ էլ նշենք մեր հեռուստադիտողների համար, փառատոնն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ եւ հանդիսանում է Հայաստանի ազգային հանրային միջոցառմանը COP17-ին ընդառաջ միջոցառումը։ Այս առումով ինչպես ենք մենք պատրաստվում, ինչպես ստացվեց համագործակցությունը նաեւ Միացյալ Թագավորության կառավարության հետ։ Ծրագիրը դրամաշնորհային տարբերակով է եւ իրականացվում էր թեև Միացյալ Թագավորության կառավարության դրամաշնորհն է, բայց Darwin Initiative-ի միջոցով է տրամադրվել։ Դա ենթադրում է ուղղակի, որ մենք այնքան կարևորեցինք այս թեման, որ համոզեցինք մեր միջազգային գործընկերներին, որ սա այն թեմաներից է, որ անհրաժեշտ է ֆինանսավորել եւ փոփոխություն բերել Հայաստանում։ Եվ 2027-ին ավարտվում է ծրագիրը, վերջին 3-4 տարիներին մենք ուղղակիորեն միտված աշխատում ենք այս թեմայով եւ կարող եմ ասել, որ արդյունքները բավարար են եւ շատ գոհունակ ենք նրանով, որ կարողացել ենք որոշ չափով մեղվել այս խնդիրը Հայաստանում եւ նաեւ ընդլայնել ենք այն տարածքները, որտեղ որ թիրախավորում ենք այս պահին, բացի Եղեգից համայնքից նաեւ աշխատում ենք Արենի համայնքում ու նաեւ մտածում ենք մոտեցումները իրենց ադապտացնել եւ կարողանալ ռեպլիկացնել այլ մարզերում, ոչ միայն Հայաստանի, նաեւ այլ երկրներում։ Շատ լավ ու կարճ պատասխան, որպեսզի տեղավորվենք ժամանակի մեջ, սա ինչ հնարավորություն է տեղի արտադրողի համար եւ արդյոք նկատում եք ակտիվություն հենց նրանց կողմից։ Ակտիվությունը շատ մեղմ է ասված, որովհետեւ ձեզ հավատացնում եմ, մեր մոտիվացիան նաեւ համայնքի մոտիվացիայից է գալիս, նրանք շատ ողջևորված են եւ առանց չափազանցնելու 24 ժամ մեր հետ կապի մեջ են եւ նրանք աշխատում են։ Սա արտադրողին մի հետաքրքիր հնարավորություն կտա, որովհետեւ նախ մենք մեղրն ենք բրենդավորում որպես Հայաստանում, զբոսաշրջային պրոդուկտ, ինքը առհասարակ պրոդուկտ եւ աշխարհի ներկայացում ենք մեղրը մի քիչ ավելի բարձր հարթակից եւ սա նաեւ հնարավորություն է տեղացիների համար իրենց փորձելու զբոսաշրջության մեջ, որովհետեւ սա իրենց համար նոր փորձ է, մենք այնտեղ նաեւ մաստեր կլասներ իրենց հետ անցկացրել ենք, թե իրանք ինչպես պիտի շփվեն մարդկանց հետ, փաթեթավորեն իրենց պրոդուկտը, ինչպես պիտի ներկայանան եւ սա միգուցե հնարավորություն լինի շատ ապագայի համար, որովհետեւ մենք դիտարկում ենք փառատոնը այո 1 օր է, բայց փառատոնից հետո վստահ եմ դեռ ալիքը շատ մեծ է լինելու եւ իրանք կարողանան շատ հետաքրքիր համագործակցություն ունենան նույն զբոսաշրջության ոլորտում։ Շնորհակալ ենք ձեզ, շատ նպատակային է իրականում Եղեգիս ֆեստը եւ թող
իրականություն դառնան բոլոր այն մտքերը, որոնք տեղը գտել են այս ֆեստի ընթացքում։ Օրվա դրական շարունակություն ենք ձեզ մաղթում, հաճելի առավոտը լինել նաև ձեզ հետ միասին։